քննարկում եք, հատուկ շնորհակալություն պարոն Բաղդասարյանին ու պարոն Ազմայանին։ Նաև ես կուզեմ մի փոքր նորից անդրադառնամ ըստ հարցերից ելնելով արդյունաբերականացմանը երկրի։ Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքի մեջ իր մասնաբաժինը 18 թվականի համեմատ իջել է գրեթե 9%-ով եւ այսօր եթե մենք վերցնենք որ եւ գնահատական տանք որ 2025 թվականի համար, ապա մենք կարող ենք արձանագրենք որ մենք հասել ենք պատմական մինիմում, այսինքն մշակող արդյունաբերությունը համախառն ներքին արդյունքում կկազմի մոտ 9%, նման պատկեր մենք շատ լավուց չենք ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրների միջին մասնաբաժինը մշակող արդյունաբերություն համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 24%։ 24%-ի պարագայում եվրոպական երկրները այսօր մտածում են, որ պետք է իրանք ամեն ձև խրախուսեն, որպեսզի արդյունաբերությունը եւ մշակող արդյունաբերությունը զարգանա։ Մենք գտնվում ենք այն վիճակում, որ դա ամենաանհրաժեշտ քայլն է։ Առանց դրա մենք չենք կարող, որովհետեւ դրան զուգահեռ գալիս է արտահանման ծավալների անկումը։ 24 թվականի 21 թվականի համեմատ, եթե մենք նայենք ապրանքների արտահանումը եւ դրանց զտում ենք վերը արտահանումը եւ դրամային արժեքով դիտարկում ենք ինչ է կարևոր այդտեղի տնտեսության համար, ապա այստեղ մենք ունենք նորից լուրջ անկումներ եւ արտահանման տեսակարար կշիռ համախառն ներքին արդյունքում 65%-ով կշատվել է 21 թվականի համար, 12% զուտ ծավալի համար։ Սա խոսում է նրա մասին, որ մեր տնտեսությունը այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացում։ Կայուն զարգացման համար մենք նաև միասին աշխատանքային փորձ ենք ունեցել իմ պաշտոնավարման շրջանում, երբ որ հիմքը դրեցինք, որ կայուն տնտեսական արտահանման նման երկրի ամենակարևոր դրավարականներից մեկը դա արտահանման ընդլայնումն է։ Եթե հիշնես միասին ծրագիր արեցինք եւ մեկ տարվա մեջ արտահանումը 100 միլիոն դոլարի չափով մենք ավելացրեցինք։ Ես մեր բոլոր գործընկերներին նշեմ, որ մենք արդյունաբերության զարգացման հենքում Նարեկը նշեց, որ տարբեր ծրագրեր եք իրականացնելու, դու անդրադարձավ կոնկրետ ծրագրերի, բայց այստեղ նաև շատ կարևոր է նաև նշենք, որ մենք մեր ծրագրերի մեջ դնում ենք, որ մեր հիմնական կանոն զարգացումը պետք է հենված լինի նաև արտահանելի տնտեսություն ստեղծելու վրա։ Վերազգային կորպորացիաների մուտքը պետք է ապահովենք, մենք դա էլ ենք երկար քննարկել, որը իր հետին կստեղծի նոր աշխատատեղեր, կբերի նոր գիտելիքներ, նոր մշակույթ եւ ինչու ոչ նաև կապավի մեր տնտեսական եւ աշխարհազգական անվտանգությունը եւ եւս։ Մենք պետք է ըստ մեր նախնական գնահատականներ, որ միասին հաշվարկներ ենք արել, մոտավորապես 150-ից 200 միլիարդ դրամ տարեկան մենք հնարավորություն ունենանք համառ ներդրումներ անել, ինչպես պարոն Բաղդասարյանն ասել, դա կարող լինի սուվերեն ներդրումային ֆոնդի միջոցով կամ այլ եղանակով, բայց դրա միջոցով որ մենք պետք է այդ ներդրումների իրականացնելու միջոցով տարեկան առնվազն 500-ից 600 միլիարդի ներդրումներ ու ուղղակի ներդրումներ բերենք մեր տնտեսության մեջ։ Արդյունքում մենք պետք է առնվազն 5 տարվա մեջ մշակող արդյունաբերության կշիռը կրկնապատկենք, բերենք առնվազն 10-20%-ի, արտահանումը համախառն ներքին արդյունքում պետք է այսօրվա 13%, եթե չեմ փոխարեն առնվազն հասնենք 40%-ի եւ դրանով մենք ապահովենք այն խոստումը, որ տալիս է Սամվել Կարապետյանը, որ մենք 5 տարվա մեջ կստեղծենք առնվազն 300 նոր աշխատատեղեր եւ այստեղ ամենակարևորը 300,000 եւ այստեղ ամենակարևորը նաեւ որ ես կուզենամ անդրադարձ կատարեմ, որ հիմնականում շեշտադրումը դրվելու է տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերությունը,
արդյունաբերությունը, որը ինքս ինքան պահանջել է որակյալ աշխատատեղեր և բարձր աշխատատեղեր։ Այսքան ուզում եմ ուղղակի լրացում կատարել, որ եթե հարցեր ունեն